Փրկարար որոշում հանքարդյունաբերողների համար նրանք կարող են արագ փոխել հողային կատեգորիան փրկվելով տուգանքներից, միաժամանակ հարստացնելով համայնքային բյուջեները։ Փոփոխություններ ԶԱԳՍ-երում կառավարությունը հեշտացնում է անվան փոփոխման գործընթացը։ Ովքեր են հավակնում մտնելու նոտարների փակ շղթա եւ ինչպես է մեկնարկում պայքարը այս ոլորտը ապակենտրոնացնելու նպատակով։ Կառավարության շաբաթվա աշխատանքն ամփոփելով առանձնացրել ենք մի քանի համարձակ որոշումներ գործադրի վերջին նիստից։ Որոշումներ, որոնք հիմնականում ուղղված են պետության կողմից մատուցվող ծառայությունների բառից բուն իմաստով մաքրմանը, կոռուպցիոն ռիսկերից ու նաև միմյանց հակասող օրենքներից։ Մասնավորապես կառավարությունը սկսեց բարեփոխումներ նոտարների տարիներ շարունակ կոռումպացված համակարգում, առաջին քայլով վերացնելով նոտար դառնալու սահմանափակումը ու հնարավորություն ընձեռելով, որպեսզի այս պաշտոնում նշանակվելու հնարավորություն ստանան իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի գործունակ քաղաքացիները, անկախ ստաժավորման հանգամանքից։ Օրենսդրական փոփոխությունը մեզ խիստ անհրաժեշտ է, որովհետև մենք ուզում ենք նոտարների քանակը այսօր ավելացնենք, չենք կարողանում։ Մենք կախվածության մեջ ենք նոտարներից ըստ էության, որովհետև նոտարը պետք է ընդունի ստաժոր, այդ ստաժորը պետք է մի տարի աշխատի նոտարի մոտ եւ դրանից հետո իրավունք ունենա դառնա նոտար։ Փակ համակարգ ենք ստեղծել եւ մենք ենք ընկել կախվածության մեջ նոտարներից։ Հաջորդ օրինագծով կառավարությունը առաջարկեց վերացնել ամուսնության պետական գրանցման ոլորտում տարածքային սահմանափակումը, թույլ տալով նաև մարզերի բնակիչներին ամուսնության պետական գրանցում կատարել Երևանի ամուսնության պալատում։ Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին որոշման մեջ էլ կատարված փոփոխությամբ վերանում է անվան փոխման մասին դիմումի հետ ինքնակենսագրություն, երկու լուսանկար եւ սպառիչ սահմանված փաստաթղթերից բացի անհրաժեշտ այլ փաստաթղթեր, այդ թվում բնակության մասին տեղեկանք ներկայացնելու պահանջները։ Տարիներ շարունակ հանքեր շահագործող ընկերությունները իրավական բնույթի խնդիրներ էին ունենում միայն այն պատճառով, որ ոլորտը կարգավորող երկու օրենքները միմյանց հետ հակասությունների մեջ էին։ Երեք կառավարությունը մի որոշմամբ որոշեց հեշտացնել գործարարների կյանքը ու նաև հարստացնել համայնքային բյուջեները։ Արտաշես Բաղդասարյանը 4 հանքավայրի շահագործման իրավունք ունի, սակայն 4-ն էլ դեռևս ոչ թե արդյունաբերական, այլ գյուղնշանակության կարգ ունեն, եւ այսօր ունենալով հանքավայրի շահագործման լիցենզիա, գործարարը գերադասել է դադարեցնել 3 հանքավայրերի աշխատանքը։ Երևի միշտ 2 շաբաթ առաջ եմ տեխնիկան հանել, որովհետեւ զգացի, որ երկար process է, ես չեմ հասցնելու, հետո նորից պետքա կանչեն, ժամանակ խլեն, ես փորձեմ համոզեմ, որ ես ճիշտ եմ, իրանք հակառակն են համոզելու։ Դրա համար որոշեցի մենակ առայժմ կենտրոնանալ Տրաբերտինի հանքավայրի վրա։ Գործարարն ունի հանքերը շահագործելու համար բոլոր իրավունքները, անցել է բոլոր սահմանված ընթացակարգերով։ Մեծ զրույցում էլ բարեխղճորեն բացատրում է աշխատանքի թույլտվության ու նաև գործունեության արտոնագիր ստանալու կարգերը։ Սակայն 1 տարի առաջ դիմել է, որպեսզի փոխեն հողի կարգը ու մինչև հիմա ոչ մի թույլտվություն չի ստացել։ Ու մինչև անգամ հասել է դատարան, քանի որ 3-4 ամիս պետական տարբեր գերատեսչություններ գնալ գալուց հետո ասել են, որ ուշացել է։ Մի հանքի համար նույնիսկ լրիվ վճարումները կատարեցի կադաստրային արժեքի տարբերության, գյուղնշանակության եւ արդյունաբերական նշանակության, բայց երբ որ ճշտումներից հետո կոորդինատները ճշտվեց, ամենից հետո երբ որ պետք է արդեն վկայականը ստանային, մեզ ասեցին, որ ուշացրել ենք գործընթացը, կառավարության որոշման 6 ամսյա ժամկետը անցել է եւ մենք չենք կարող վկայական ստանանք, հիմա խնդիրը այդպես բաց մնացել է։ Որոշել ենք դիմել վարչական դատարան, որպեսզի մեր իրավունքները վերականգնենք, որովհետև գումարները վճարված է բավական մոտ 11 միլիոն դրամի չափ գումար են վճարել 5 հեկտարի համար։ Այսպիսի քաշքշուկներից զերծ մնալու համար Արտաշես Բաղդասարյանը գերադասում է հողային կարգի արագ փոփոխություն, չնայած նրան, որ այս պարագայում ավելի շատ հարկեր է վճարելու համայնքային բյուջե։ Սա հենց այն դեպքերից է, երբ գործարարը գերադասում է վճարել հարկերը եւ քնել հանգիստ։ Որտեղ շատ վճարելու առումով շահագրգռված են փոխել կարգավիճակը, որպեսզի իմ փաստաթղթային գործընթացը, այսինքն այն ինչ որ վերաբերում է հանք արդյունանման հետ, ամեն ինչ լինի փաստաթղթերում հիմնավորված, որպեսզի ես խնդիրներ չունենամ պետական կառույցների հետ։ Ճիշտ այս գործարարի նման հանք արդյունահանողների մեծամասնությունը երկու օրենքների հակասության պատճառով հայտնվել են անօրինական վիճակում, քանի որ ըստ հողային օրենքի հողի նշանակությանը չհամապատասխանող այլ նպատակային օգտագործումը արգելվում է։
Մինչդեռ Հայաստանում մոտ 480 հանքեր շահագործողների կողմից օգտագործվող հողերի մեծ մասը ոչ թե արդյունաբերական, արտադրական կամ ընդերքօգտագործման, այլ գյուղատնտեսական նշանակության են, եւ սա մշտապես վեճերի առիթ է ստեղծում համայնքների, որոնց պատկանում են այդ հողերը, եւ հանքարդյունահանողների միջև, մի կողմից էլ դրամաշորթության իդեալական միջավայր ստեղծում։ Կառավարության ընդունած վերջին որոշումը լեռնահատկացման ակտ ունեցող արդյունահանողներին հնարավորություն է տալիս օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո լուծել նաև այլ նշանակության հողերը արդյունաբերական, արտադրական կամ ընդերքօգտագործման փոփոխելու հարցը, եւ սա ձեռնտու է ոչ միայն հանքարդյունահանողներին, այլ նաև տեղական ինքնակառավարման մարմիններին, քանի որ գյուղնշանակության հողերի շահագործման համար սահմանված հողամասի 1 հեկտար վարձակալության համար հանքարդյունահանողը տարեկան վճարում էր 1000 դրամ, իսկ նոր փոփոխությամբ կվճարի 22000 դրամ, այսինքն նոր կարգով տեղական ինքնակառավարման մարմինները կստանան մի քանի անգամ ավելի շատ գումար։ Այս որոշումով մենք հնարավորություն ենք տալիս այս 500 սուբյեկտների մեջ, եթե կան սուբյեկտներ, որոնք դեռևս կատեգորիան չեն փոխել, արագացված գործընթացով դիմելով տարածքային կառավարման նախարարությանը շատ կարճ ժամկետում հողերի կատեգորիան փոփոխություն կարողանանք իրականացնել, արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները 2 ամսվա կտրվածքով կտրուկ ավելանալու են, կտրուկ։ Շաբաթվա իրադարձություններից առանձնացրել ենք արդեն երկրորդ կոոպերատիվ տնտեսության հիմնումը այս անգամ Հայաստանի ամենացուրտ կետում Բերթաշեն գյուղում, որը Արփի լճի հարակից շրջանում է Ամասիայի տարածաշրջանում։ Կառավարությունը համայնքների զարգացման ծրագիրը սկսել է հենց ամենահեռավոր ու ամենաանմխիթար վիճակում գտնվող գյուղերից։ Իդեպ, որ վիճակը այստեղ իսկապես անմխիթար է ու ճանապարհներ գրեթե չկան, վարչապետ Տիգրան Սարգսյանը այս անգամ հաստատ համոզվել է, քանի որ անձամբ է վարել ավտոմեքենան։ Մեր այս գյուղերին անմիջապես պետք է կառավարության միջամտություն։ Ժողովուրդը անկարող է, իրենք իրենց ոչինչ չեն կարող անել։ Բերթաշենցի Լևոնն իրենց գյուղի 290 բնակիչների անունից է խոսում։ Իրենց համայնքի պես աղքատ գյուղերը այս տարածաշրջանում շատ են, ապրում են անասնապահությամբ եւ ուժերի չափով ջանում են լավ ապրել։ Անգամ ամեն տարի, ասում է, պատվաստում են կենդանիներին, բայց դե դրանց կատնատվությունն ու մսատվությունը չի ավելանում։ Հիմա էլ լսել են, որ Համաշխարհային բանկի մասնագետները գտել են իրենց այս հարցում օգնելու տարբերակը։ Տեղյակ ենք, շատ մեծ հույսեր ենք կապում սրա հետ։ Մինչև այդ մեր երիտասարդությունը ուզում էր դուրս գար, որովհետև հնարավոր չէր ապրել այստեղ, որովհետև ամբողջ ծմեր ճանապարհների փակ պատճառով մենք 6 ամիս, 7 ամիս ցանտակ ենք, դա էլ ասեմ։ Դրա համար հույսեր ենք կապում։ Բերթաշեն նախկինում Թաբաքենտ, ադրբեջանաբնակ այս գյուղն այսօր ընդամենը 50 ծուխ ունի։ Ջավախահայերով վերաբնակեցված համայնքը գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրում ընդգրկված 55 գյուղերից մեկն է։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այլ անդամների հետ չորեքշաբթի օրն այս գյուղում էր։ Հանդիպումը դպրոցի կիսախարխուլ դասասենյակներից մեկում էր։ Երկու մեծ ծրագիր կա, որ թափով իրականացվում է ձեզ մոտ, հիմա ինչ-որ եթե հարցեր կան, համեցեք։ Ստեղծել կոոպերացիա, ջրով հագեցնել արոտավայրերը, օգտագործելի դարձնել վարելահողերը, սրանք այն առաջնահերթ ծրագրերն են, որ նախատեսում են իրականացնել այս գյուղում։ Արոտների որոշ մասը չի օգտագործվել մինչև հիմա մոտ 40%-ից ավելին, դե որը խիստ ազդել է, անդրադարձել է եւ կաթի արտադրության եւ մսի արտադրության վրա, եւ գլխաքանակի միաժամանակ նվազեցման։ Եթե արդեն նպաստավոր արոտավայրերի ջրարփիացումը իրականացվում է ծրագրով, արդեն կնդեղ կավելանա նաև կաթի արտադրությունը, մսի արտադրությունը, գլխաքանակի արտադրությունը, որը ժողովրդի արդեն եկամուտների զուտ արդյունք կգանի։ Կառավարության ղեկավարից արդեն համախմբված գյուղացիների անունից կոոպերատիվը խնդրեց գյուղտեխնիկա եւ կաթի հավաքման ու վերամշակման կենտրոն։ Մասնագետները, որոնք աշխատել են այս ծրագրի վրա, պնդում են, որ առնվազն 20%-ով եկամուտները այս կոնկրետ համայնքի ավելանալու են այս ծրագրի իրականացման շնորհիվ։ Տրամադրվելու է նաև գյուղտեխնիկա, ընդ որում 50%-ը համաֆինանսավորվելու է պետության կողմից, եւ ես շատ ուրախ եմ, որ բոլոր տնտեսությունները այս համայնքի համաձայնվել են մտնել կոոպերատիվի մեջ։ Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցման ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը արդեն տևական ժամանակ շրջել է այս տարածաշրջանի գյուղերով զրուցել մարդկանց հետ եւ վերհանել բոլոր խնդիրները։
Մենք ամբողջ տարվա համար, կենդանիների համար ստեղծելու ենք նպաստավոր պայմաններ, որը հնարավորություն կտա ավելացնել կենդանիների եւ կաթնատվությունը եւ մսատվությունը։ Համայնքի կողմից եւ համայնքի համար առաջարկվող նախնական ներդրումային ծրագրի շրջանակում ներառված է ենթակառուցվածքների բարելավումը, մասնավորապես ջրարփիացում եւ խմոցների տեղադրում։ Ջրից օգտվելու համար բերդաշենցիները անասուններին ամեն անգամ քշում են 10 կիլոմետր, արդյունքում նվազում է նրանց կաթնատվությունը։ Այս տարվանից սկսած Բերդաշենում տրամադրությունները փոխվելու են։ Եթե արդեն կովերը շատ կաթ տան ու շատ հորթեր ծնեն, կհամարեն, որ իրենց գյուղին ապրելու նոր շանս է տրված։ Մեծացնել տնտեսությունը, զարգացնել մեր ֆերմաները, մեծացնել, որպեսզի արժեք ունենա, ապրենք, մեր երեխաների ապագան լավ ստեղծենք։ Հիմա արդեն հուսով են, որ որոշ աշխատատեղեր բացվի այդ ազգային պարկի մոմենտով աշխատավարձ կստանան եւ միաժամանակ իրենց անասնապահությունով կզբաղվեն, եկամուտները բավականին արդեն Արդեն բարելավված արոտավայրերը վարձակալությամբ կդրվեն համայնքում ձևավորված կոոպերատիվին, որի շնորհիվ կավելացվեն այդ ուղղությամբ համայնքի բյուջեի մուտքերը։ Ամեն դեպքում Համաշխարհային բանկի մասնագետները հաշվարկել են, որ 3 տարի անց այստեղ 45 միլիոն դրամի տարեկան եկամուտ են ունենալու։ Բերդաշենին շատ մոտ գտնվում է Արփի լիճը, Հայաստանի ամենահյուսիսային կետերից մեկը։ Հենց այս լճի եւ նրա շուրջը ստեղծվող ազգային պարկի շնորհիվ այս շրջանի գյուղացիները, այդ թվում նաեւ բերդաշենցիները կկարողանան ավելի լավ ապրել։ Ենթադրվում էր, որ պարկը հնարավորություն կտա զարգացնել ոչ միայն էկոտուրիզմը, այլև ճանապարհային եւ գյուղատնտեսական ենթակառուցվածքները շուրջ 1.5 միլիոն եվրո ներդրումով։ Վարչապետի այցի ընթացքում արձանագրվեց, որ պարկի վարչական շենքի եւ հյուրատան շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Աշխատանքների մեկնարկից 1 տարի է անցել։ Արդեն կատարվածի մասին խոսում է բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը։ Հստակեցրել ենք բոլոր համայնքային զարգացման ծրագրերը, թե առաջնահերթ ինչ ծրագրեր պետք է իրականացնենք ազգային պարկի հարակից համայնքներում։ Դրանց մեջ են օրինակ ջրագծերի վերանորոգումը 10 համայնքում, անասնապահության բարելավումը, անասունների սպանդանոցի կազմակերպամբ եւ արհեստական սերմնավորման կայանի կազմակերպամբ, նաեւ մեղվաբուծությունը պետք է տարածաշրջանում զարգացնենք այս տարի։ Մեղվաբուծության եւ ոչխարաբուծության զարգացում գյուղացին այս պարագայում ստանալու է իրեն անհրաժեշտ աջակցությունը եւ գումարի եւ կոնկրետ դետալային առումով։ Այս ամենի արդյունքում գյուղերի էկոլոգիապես մաքուր գյուղմթերքը առանձին ապրանքանիշով կհայտնվի ֆիրմային խանութների ցուցափեղկերում։ Ստեղծելու է օրինակ մեղվապահության զարգացման կենտրոն, որը պետք է ապագայում տրամադրի մեղվափետակներ, մեղումներ, ավելացնել մեղվափետակների քանակը։ Սպանդանոցը կծառայի ընդհանուր տարածաշրջանի համար, որտեղ դա հենց իրենց առաջարկների հիման վրա ենք մենք այդ զարգացման ծրագիրը մշակել հենց գյուղացիների։ Սպանդանոցը անհրաժեշտ է տարածաշրջանում, քանի որ իրանք բավականին գումարներ են կորցնում այն պատճառով, որ չեն կարողանում իրենց ապրանքը հասցնել քաղաք։ Վարչապետի դիտարկմամբ իհարկե խնդիրները միանգամից չեն լուծվի, բայց տարեցտարի իրավիճակը կլավանա։ Կառավարությունը մտահոգ է Բերդաշենի պես գյուղական համայնքների զարգացման ճակատագրով։ Իհարկե հասկանալի է, որ միանգամից հնարավոր չի բոլոր հարցերը լուծել։ Միանգամից չենք կարող ճանապարհները ամբողջ հատվածով վերակառուցել, դպրոցը ամբողջ ծավալով վերակառուցել, բայց տարեցտարի համոզված ենք, որ այս ներդրումների շնորհիվ կյանքի մակարդակը կոնկրետ այս տարածաշրջանում կբարձրանա։ Անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային եւ սահմանամերձ համայնքներին այս տեսակ աջակցությունը միակը չէ։ Ամասիայի, Աշոտսկի եւ Ճամբարակի սոցիալապես անապահով համայնքներում իրականացվում է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում։ Այն մարդիկ, ովքեր գյուղատնտեսական նպատակով վարկ կվերցնեն, պետությունը կտրամադրի 8%-ով վարկ։